18 զինվորներից մենակ ես ողջ մնացի։ Իմ զույգ եղբայրը իմ կողքը նստած էր։ Մենք երկու եղբայր ենք եղել, մանկությունից մինչև 19 տարի իրար հետ ենք մեծացել։ Մեր են ամեն մի հագուստը, թե մտածելակերպը ամենին, սա նույնն է եղել։ Մի չարաբաստիկ օրը, երբ որ եղավ այդ ամեն ինչը, ոնց որ կյանքիս կեսը ավարտվեց էլի։ Տարի ու կես սայլակի վրա եմ եղել, համարյա 6 ամիս մեկ վիրահատվում էի ոտքս։ Հետո զինվորի տանը կամաց վերականգնվեցի, սկսեցի քայլել ու կամաց տենց անցա իմ առօրյային էլի։ Ճիշտը լրիվ չէի վերականգնվել, արժեք չէի, բայց փորձեցի գոնե իմ ծնողների համար ամեն ինչ անեմ, որ շուտ վերականգնվեմ։ Մեր մարտական գծով տեղակալը գալիս է, տենց մի քիչ բանավեճ ենք ունենում իր հետ, ինքը ասում է, որ աթսը չկա, մենք ասում ենք կա, հետո այս պայմանը դնում դիմացներս, որ ստիփաց նստում ենք մեքենան, ասում է, եթե չնստեք շարժվեք, ազգի դավաճան կլնեք։ Ինքը իր մտածելով մենք ուզում էինք փախնեինք, էլի, բայց այդտեղ բացի մեզանից 100-ից ավել մարդիկ կային, ոստիկաններ էլ, քաղաքացիական անձիկ էլ ու բոլորն է տեսել են էլ այդ աթսն, որ պատտվում էր երկնքում։ Նստել ենք, շարժվել ենք 5-ից 7 րոպե հետո աթսն հարվածել է մեքենային։ Հավատացեք, այսքան տարի անցել է, բայց ոնց որ 3 լիներ։ Մեր կյանքում չի եղել մի բան, որ մենք այդ օրը չհիշենք։ Ով որ մասնակցել է պատերազմին, ամեն օր գիշերը բարձին գլուխը դնելուց, քնելուց, այդ ամեն ինչը իր աչքերի դեմն է, ամեն ինչ է հիշում։